Գազանների ձմեռանոցը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Եզն անտառով գնալիս հանդիպում է խոյին։ Խոյ, էդ ուր, հարցնում է եզը։ Ցուրտն ընկնում է, տաք տեղ եմ ման գալի։ Արի ինձ հետ։ Էդպես միասին գնում են, դուրս է գալիս խոզը։ Խոզ, էդ ուր։ Ցուրտն ընկնում է, տաք տեղի եմ ման գալի։ Արի մեզ հետ։ Երեքով ճամփա ընկան, ճամփին հանդիպեցին սագին։ Սագ, էդ ուր, հարցրեց եզը։ Ցուրտն ընկնում է, տաք տեղի եմ ման գալի։ Դե արի մեզ հետ։ Սագը ընկավ սրանց ետևից, գնացին, ճամփին տեսան աքլորին։ Աքլոր, էդ ուր, հարցրեց եզը։ Ցուրտն ընկնում է, տաք տեղի եմ ման գալի, ասում է աքլորը։ Արի մեր ետևից։ Ճամփան բռնած միասին գնում էին ու իրար հետ խոսում։ Բա ո՞նց անենք, աղբեր տղերք, ձմեռն ընկնում է, տաք տեղ է պետք։ Եզն ասում է. Դե եկեք մի տուն սարքենք, թե չէ ձմեռը ցրտից կսառչենք։ Ոչխարը թե. Ես տաք մուշտակ ունեմ, տես ինչ բուրդ է վրաս, ես էսպես էլ կձմեռեմ։ Խոզը թե. Ես էլ վախ չունեմ, ինչ էլ որ լինի, հողը կքանդեմ, մեջը կմտնեմ, առանց տնակի կձմեռեմ։ Իսկ սագն ասում է. Ես կթառեմ եղևնու վրա, մի թևս ինձ ներքնակ կանեմ, մյուս թևս վերմակ, ոչ մի ցուրտ էլ ինձ չի դիպչի, էդպես կձմեռեմ։ Աքլորը վրա է բերում, թե ես էլ սագի պես կանեմ։ Եզը տեսնում է, որ սրանց մտքին ուրիշ է, պետք է մենակ աշխատի։ Ասում է. Դե դուք գիտեք, ես տուն եմ սարքելու։ Իրեն համար մի խրճիթ շինեց ու մտավ մեջը։ Ձմեռն ընկավ, ցրտերը վրա տվեցին, խոյը ճար չուներ, եկավ եզան դուռը։ Եզ աղբեր, ներս թող մի քիչ տաքանամ։ Չէ, խոյ աղբեր, քո մուշտակը տաք է, դու էդպես էլ կձմեռես, չեմ թողնի։ Դե որ չես թողնի, դես կցատկեմ, դեն կցատկեմ, տանդ գերանը կպոկեմ, ցուրտը հո տունը կանեմ։ Եզը մտածեց, ինքն իրեն ասավ. Արի ներս թողնեմ, թե չէ ցուրտը տուն կմտնի, ես էլ կսառչեմ։ Ու խոյին ներս թողեց։ Ահա, քիչ հետո խոզը տնկվեց եզան դռանը։ Եզ աղբեր, թող մի քիչ տաքանամ։ Չէ, չեմ թողնի, դու հողը կքանդես, մեջը կձմեռես։ Դե որ չէ, տնչով սյուների տակը կփորեմ, խրճիթդ կքանդեմ։ Ճար չկար, պիտի թողներ, խոզին էլ թողեց։ Էդ ժամանակ սագն ու աքլորը եկան։ Եղբայր, թող քեզ մոտ տաքանանք։ Չէ, չեմ թողնի, դուք երկու թև ունեք, մեկը ներքնակ, մյուսը վերմակ, էդպես էլ կձմեռեք։ Դե որ չէ, ասում է սագը, ես պատերի մամուռը էնպես ցրիվ կտամ, որ տունը ցուրտ կընկնի։ Դե որ չէ, ասում է աքլորը, ես վեր կթռչեմ, տանիքդ կծակեմ, տունը ցուրտ կանեմ։ Ինչ աներ եզը, սագին էլ աքլորին էլ ներս թողեց։ Էդպես միասին ապրում էին խրճիթում, օրերն անցկացնում։ Աքլորը, որ տաքացավ, քեֆը բացվեց, սկսեց երգեր ասելը։ Աղվեսը լսում է, որ աքլորն անուշ երգեր է ասում, ուզում է աքլորին ճաշակել, բայց ո՞նց բռնել։ Վերջը դիմում է խորամանկության, գնում է արջի ու գայլի մոտ,
Քավորներ ջան, բոլորիս համար ավար եմ գտել, արջ աղբորը ես, գելին խոյ, ինձ աքլոր։ Լավ, քավորակին, ասացին արջն ու գայլը, մենք քո լավությունը չենք մոռանա, գնանք բռնենք ուտենք։ Աղվեսը նրանց բերեց խրճիթի մոտ։ Քավոր, ասում է արջին, դուռը բաց, առաջ ես մտնեմ աքլորին ուտեմ։ Արջը դուռը բացեց թե չէ, աղվեսը իրեն գցեց խրճիթը։ Եզը տեղն ու տեղը աղվեսին առավ պոզերի մեջ ու դեմ տվեց պատին, իսկ խոյը կողքերից պոզահարեց, աղվեսը հոգին փչեց։ Այսքան ժամանակ մի աքլորի հախից չի կարողանում գալ, ասաց գայլը։ Բաց, աղբեր Միխայլո Իվանովիչ, ես գնամ։ Դե գնա տեսնեմ։ Արջը դուռը բաց արեց, գայլը ներս ընկավ խրճիթ։ Եզը գայլին էլ պոզերով դեմ տվեց պատին, խոյն էլ կողքերից այնքան խփեց, որ սա էլ շունչը փչեց։ Արջը սպասեց, ասաց. Մինչև հիմա չի կարողանում մի ոչխարի հախից գալ, արի ես գնամ։ Մտավ խրճիթ, եզն ու խոյը պոզերը ցցած առաջ եկան, արջը հազիվ իրեն դուրս գցեց ու փախավ առանց ետ նայելու։